Անցաչափած ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԿՊԱ-ականները սրիկայաբար շահարկում են զինվորների խնդիրները։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս եւ Ավետիք Քերոբյանը կամփոփենք անցաչափածվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Ես կարծում եմ, որ անցաչափածվա ամենակարևոր իրադարձությունը Էդգար Ղազարյանի հայտարարությունն էր եւ դրա շուրջ ստեղծված լարվածությունը, երբ ուրեմն Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ուրեմն ԿՊԱ-ականները սրիկայաբար շահարկում են զինվորների կյանքի հարցերը, կարծեմ բառացի չեմ հիշում, եւ ուրեմն դա արժանացավ ԿՊԱ-ականների բուռն ռեակցիայի, սկսեցին ասել, որ սա բարեվարկության խախտում է, եւ պահանջեցին, որ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Կարապետյանը ներողություն խնդրեն այդ բառի համար։ Բայց ուրեմն նախ պետքա հասկանալ ինչու Էդգար Ղազարյանը դա ասաց, ինչ համատեքստում, որովհետեւ ուրեմն ԿՊԱ-ականները արդեն մի քանի շաբաթ է, մի քանի շաբաթ չէ, մի քանի ամիս է, ինչ ազգային ժողովը արդեն ձևավորվել ընտրությունների հաջորդ փուլից, ուրեմն շահարկում են Էդգար Ղազարյանի մի հարցազրույց, մի հատված, որտեղ նա ասում է, որ ուրեմն հայ սակրավորները ականազերծում են տարածքները, որ ադրբեջանցիները գան մտնեն այդ հայկական տարածքներ, եւ այդ դրա համար ասում է, որ մաղթում եմ, որ սակրավորները պայթեն այդ բանի ականների վրա։ Սա ուրեմն կոնտեքստից կտրված, այսինքն այդ ինչու պետքա պայթեն դա հանվում է եւ տարածվում է, որ Էդգար Ղազարյանը ցանկանում է, որ բոլոր հայ սակրավորները զոհվեն, մահանան, պայթեն ականների վրա։ Ես իհարկե Էդգար Ղազարյանի չգիտեմ, գաղափարակիցը չեմ։ Ես էլ չեմ։ Այդպես ինքը շատ սրամիտ, շատ հետաքրքիր մտածողություն ունեցող, շատ յուրօրինակ հայացք ունեցող անհատականություն է, այո։ Եվ իրականում պետք է ասենք, որ այսօր ազգային ժողովի կազմում ինքը էապես եւ շահեկանորեն առանձնանում է իր սուր եւ այսպես դիպուկ խոսքով։ Եվ ուրեմն ի վերջապես ուրեմն կարելի ասել, որ ընդդիմություն ունեցավ այսպես բան էլի խոսք թելադրող գործիչներ, որոնցից ուրեմն առանձնանում է միանշանակ Էդգար Ղազարյանը։ Հիմա այս հատվածը շահարկելը բնականաբար դա շահարկում է, այսինքն եթե դու ինչ-որ մի հատված կտրում ես եւ մարդուն վարկաբեկելու համար քո բոլոր ունեցած ռեսուրսներով, լրատվամիջոցներով, Facebook-յան էջերով, падգամավորներով եւ այլն տարածում ես, դա կոչվում է շահարկել։ Սրիկայաբար շահարկել։ Չի նշանակում սրիկայաբար, չի նշանակում սրիկա։ Դա սրիկայաբար նշանակում է սրիկայի նման։ Այսինքն նենգորեն, խառնախորեն եւ այլն, ընդհանրապես շահարկել բառը արդեն վատ բառ է։ Իրենք շահարկելիս չեն վատացել, սրիկայաբարից են իբր վատացել։ Ուրեմն սա իհարկե շատ տարօրինակ է, որովհետեւ մենք հիշում ենք ոնց էին, ասենք Նիկոլ Փաշինյանին հայհոյում եւ նա, ասենք այդպես գլուխը բարձր քայլում էր ուրախությամբ, չգիտեմ ինչ զգացողությամբ, բայց տարօրինակ զգացողությամբ, որտեվ դրանք հայհոյանքներ էին, որոնք բոլոր, ասենք հայկական միջավայրում դաստիարակված մեծացած մարդիկ գիտեն, որ այդ բառերը երբ որ հնչում են, պետքա ինչ-որ քարը վերցնես, խփես գլխին։ Ուրիշ անելու բան այդտեղ այլևս չկա։ Բացի դրանից, ուրեմն այստեղ երկրորդ մասը կա, այն որ ամենից շատ, ինձ թվում է Հայաստանի պատմության մեջ երբևէ ուրիշներին անվանարկած, ինչ որ վատ բառեր ասած, թիրախավորած եւ այլն
քաղաքական խմբավորումը հենց ԿՊ-ն է։ Իհարկե։ Այսինքն, չգիտեմ, ասենք Տարոն Չախոյանը նս մի բանի դեմքով, Վագն Ալեքսանյանը մինս Գառնուկի դեմքով, որ ամեն ինչ ջնջել ենք, սկսել ենք նոր էջից այս ազգային ժողովը եւ այլն, բայց մենք չենք մոռանում այդ մարդկանց բառապաշարը, նույնիսկ այդ ասելուց հետո էլ, իրենք նույն բառապաշարը եւ նույն վարքագիծը դրսեւորում են։ Բայց չմոռանանք մի բան։ Ես հիշեցնեմ եւ հիշենք մեր ունկնդիրներին եւ դիտողներին, թե ինչպես էր Ռուբեն Ռուբինյանը, որ այսօր ազգային ժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ազգային ժողովի ամբիոնից մեջ բերում էր Վագրատ Սրբազանի, թե Միքայել Հաչապահյանի օրագրից հատվածներ։ Այն ինչ Էդգար Ղազարյանը որակում էր, հա, այս խոսքով շատ մեղմ կարող է թվալ իրականում այն ինչ որ իրենք արել են, ոչ միայն ասել են։ Սրիկայաբարը այստեղ շատ մեղմ որակում կարող է լինել, էլի, այդ գործողությունների կամ այդ վարքագծի նկատմամբ։ Չմոռանանք, ասենք, որ իրենց քաղաքական պարագլուխը քարոզարշավի ընթացքում, քարոզարշավից դուրս օգտագործել եւ շարունակում է օգտագործել այնպիսի բառապաշար բառամտերք, որ ընդհանրապես դուրս է որևէ բարեկրթության սահմանումներից այնքան կարմիր գիծ ինչքան իրենք են խախտել, իհարկե անհաշիվ անհաշվելի է եւ մրցակցությունից դուրս են։ Ես այս process-ը, որ իրենք ասում են, որ եկեք բարեվարկություն դրսևորենք, ատելության խոսքը բանանենք, հաղթահարենք եւ այլն, ես դրան կողմ եմ, ճիշտ ասած։ Իհարկե լավ կլիներ։ Լավ բան կլիներ։ Լավ կլիներ, իհարկե։ Այստեղ հիմնական խնդիրը ԿՊ-ի Նիկոլ Փաշինյանին է, որ օրինակ ինձ համար էլի, որ ես իրենց չեմ հավատում։ Պայմանավորելու ձև չկա հետ։ Երբ որ ասում են բարեվարկություն, մի 4 ամիս առաջ, 5 ամիս առաջ իրենք չէ, մի 6 ամիս առաջ լավ։ Այդ իրենց էթիկայի կանոնագիրքը բանացին։ Դեկտեմբերներ ոնց որ ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն եւ այլն, եւ 2 ամիս հետո սկսեցին ինչ ասես, չասես, 2 ամիս հետո 2 րոպե հետո։ Ինչու գործիչների մասը։ 5 օր, 5 օր հիշում ես, ասենք, ոնց էր հայտարարում, որ 5 օր այսպես վատ բառամտերքից է ինքը հրաժարվել։ Հիմա ոնց ընդհանրապես ատելության խոսքի հաղթարումը շատ կարևոր բան է, շատ կարևոր, որտեղ քաղաքական գործիչները չպետք է այդպես իրար հանդեպ ատելություն սերմանեն, տարածեն եւ այլն, եւ դա պարակտում եւ շատ վատ հետևանքների է հասցնում հասարակության վրա ինքը շատ վատ ազդում։ Բայց ուրեմն երբ որ դա ասում է ԿՊ-ն, ես դեն չեմ հավատում, որտեղ ես հասկանում եմ, որ իրենց հիմա ձեռք է տալիս ինչ-որ մի բան։ Ժամանակավոր մի կանոն սահմանել, որը հետո շահարկեն, որի խախտումը հետո շահարկեն եւ այլն, հետո ուրեմն ինչ պետք է լինի։ Եվ այստեղ փաստորեն մենք այս անգամ տեսնում ենք, որ սա կարթ է, որ Նարեկ Կարապետյանը խայծը հենց սկզբից կուլ տվեց, բայց հետո մենք սա կքննարկենք եւ բայց հա ի պատիվ իրեն հետո ներողություն չխնդրեց, կարողացան թելը կրծել եւ հետո երկրորդ բանը կա, ախր ուրեմն թվում է, որ ասում են դրա նախընտրական շրջան էր, մենք խոսում ենք եւ այլն, բայց հիմա արդեն մենք խորհրդարան ենք։ Ինչու էսպես մտքեր են հնչում։ Հիմա այդտեղ հարց է առաջանում, եթե օրինակ ասենք Նարեկ Կարապետյան ասում է, որ բանա ԿՊ-ն ադրբեջանցիների քաղաքականություն է շարունակում, բերում է 300,000 ադրբեջանցի եւ այլն, ինքը չի դիրքավորվում որպես քաղաքական մրցակից, այլ ինքը դիրքավորվում է ԿՊ-ին իր համար որպես թշնամի։ Հիմա չես կարա թշնամու հետ, այդ նույն խնդիրը կար Հայաստան դաշնակի հետ կառուցողական, այո, իհարկե, չես կարող կառուցողական բանի մեջ մտնել։ Ասում են դու թշնամ ես, դու ինչ ես եւ այլն, հետո գնում են, հետո գործողման, հետո գնում են իրան իբր սուր հարցեր են տալի եւ այլն։ Եվ հայտարարում են, որ կառուցողական վարկագիծ են դրսևորելու։ Իհարկե, այստեղ կա այսպես շատ հեղեղուկ վիճակ, հա, ասենք, որովհետև դու չես կարող մտնել, ասենք, կոշտ ռադիկալ խոսքով վարկագծով ազգային ժողով եւ
հետո ակնկալես, որ ինչ որ օրինագծեր կբերես, որ ասենք բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքապայմանագիրը քվեարկի քո կառուցողական այսպես օրինագծերի օգտին, բայց պետք է հասկանանք մի բան, հա, որ եթե դու ընդունել ես, որ դաշնամի են, պետք է համապատասխան գործիքներն էլ կիրառես։ Պետք է եւ ներսում եւ դրսում կիրառես կոշտ գործիքներ։ Պետք է հասնես նրան, որ ասենք քո քաղաքական ոչ թե մրցակիցները, այլ հակառակորդները, հա, փողոցում իրենց լավ չզգան։ Նույնիսկ փողոցում իրենց լավ չզգան։ Այդ նույն ազգային ժողովի մի օր ասած վերջել իրենք թշնամի չեն, մենք արդեն բարեկիրթ, քաղաքակիրթ, եսի ինչով ենք զբաղվում։ Չես կարող նույնիսկ ասես, որ գիտես ինչ կա, ես կառուցողական վարկագիծ կդրսևորեմ, երբ որ ասենք վերակ կանում մի պատգամավոր թե պատգամավորի, լավ չեմ հիշում, եւ ասենք բացարձակ սուտ է խոսում ազգային ժողովի ամբողից, որ եկեղեցին հարկեր չի վճարում, օրինակ։ Չես կարող, ասենք կառուցողական վարկագիծ դրսևորել։ Երկրորդ կողմից էլ որ նայենք, ԿՊՆ-ել Սամվել Կարապետյանն ասում էր, որ Ռուսաստանի ագենտները եկել են 5-րդ շարասյուն, եկել են պետությունը քանդեն, եկել են, չգիտեմ ինչ անեն եւ այլն։ Հիմա ասում են եկեք բարեկիրթ, քաղաքակիրթ եւ այլն խոսենք։ Նախ եթե դրանք այնտեղ կան ագենտներ, չգիտեմ ինչ եւ այլն, չպետք է հասնեն դրության։ Այսինքն չպետք է առաջ հասնեին եւ այլն։ Եվ կա շատ դասական օրինակ Միացյալ Նահանգների օրինակը, երբ որ Միացյալ Նահանգները, ասենք, չգիտեմ, տարբեր մաֆիոզների, բաների եւ այլն դեմ պայքարում, իրենց այսպես շատ քաղաքակիրթ, շատ բան ձևով տանում, այսպես ինչու բանտեր են փակում, ասենք Ալ Կապոնեին, չգիտեմ ինչին եւ այլն, չէ, բայց կոմունիստներին, չգիտեմ, անարխիստներին, եսիմիչերին շատ դաժան ձևի էր վերաբերում, ավելին կա այդ հայտնի Գվանտանամոյի բանտը, որը Կուբայի տարածքում է գտնվում, որը Ամերիկայի տարածքը չի, այսինքն այնտեղ Ամերիկայի օրենսդրություն չի գործում, եւ որ ուզում են, ասենք, տանջեն, չգիտեմ, խոշտանգեն եւ այլն, տանում են այդ Գվանտանամոյի բան, դուք հիշում եք, որ այդ ահաբեկչության դեմ պայքարում բոլոր ահաբեկիչներին տանում են այնտեղ, որ ինչու, որովհետեւ Ալ Կապոնեն իրենց համար իրենց վատ զավակներ, այսինքն Ամերիկայի քաղաքացի էր, Ամերիկայի, չգիտեմ, բանը, պետության դեմ էր, չգիտեմ ինչ էր անում եւ այլն, բայց ինքը ամերիկյան մարդ էր, ամերիկացի էր ինքը։ Իսկ ասենք այդ ինչ որ ասենք տարբեր մոջահեդներ, եսիմ ինչեր, որ տենց երկար մորուքներով եսիմ ինչերով գալիս են, իրենք գալիս են ամերիկան կործանելու եւ իրենց հետ չկա խոսալու բան։ Հիմա հարցը հետեւյալն է. դուք նույն բանի ընտանիքի զավակներն եք, մեկը լավը, մեկը վատը, թե ինչու մեկ գալիս է, որ ձեզ կործանի, թե դուք չգիտեք դուք ով եք, այսինքն չգիտեք, մենակ ձեզ փողն է հետաքրքրում ու իշխանությունը ու չեք հասկանում, ասենք այս բանը գալիս է ձեզ կործանի, թե ձեր խորտ աղբերն է, չեք հասկանում, ասենք կարող է տարբեր հերերից, տարբեր մերից։ Դե այստեղ անալոգիա է իհարկե խնդրվում, այսպես ասած, հա, երբ որ Ալ Կապոնեն նստած էր բանտում, հայտնի դեպք եղավ միջուկային գաղտնիքների այսպես արտահոսքի եւ այլն եւ հիշենք որ Էթել եւ Ջուլիուս Ռոզենբերգներին մանկահասակ երեխաների ծնողներին հա նստացեցին էլեկտրական աթոռին սովետական միությանը միջուկային զենքի գաղտնիքները փոխանցելու համար եւ այո այստեղ շատ կարևոր է հասկանալ այնտեղ թշնամություն էր իսկն թշնամուն էին օգնում, Ալ Կապոնեն ընդհանրապես վատ զավակ էր։ Հիմա մենք վերադառնալով մեր ներքին խոհանոցին, հա, պետքա տարանջատենք, իսկապես վատ զավակ են, թե թշնամու գործակալներ։ Եվ երկրորդ մասը կա սրա էլի, մարդկանց թվում է, որ ու այստեղ դրսևորվում այս հայկական երկերեսանությունը, որ իրենց ասենք անունը ասենք պաշտոն չունեն, փող չեն աշխատում կամ իրենց թվում է թե կարան ինչով բան անեն եւ բան են անում ասենց դավաճան, չգիտեմ ինչ եւ այլն, բայց այդ մարդու նշանակած կադրի հետ գնում են հարսանիքի ձեռքը պատճում դնում են իրենց գլխին, ասում են դու մեր ղեկավարն ես, դու մեր կանոն մարդ չկա, չգիտեմ ինչ չկա եւ այլն, որը տեսնում ենք բազմաթիվ ոլորտներում, այսինքն եթե դու հասկանում ես որ սա
բանա թուրքա, սա ադրբեջանցիա, սա քո թշնամին է, սա քո եկել է որ քեզ բնաջնջի եւ այլն։ Ու ինքը նշանակել է ինչ որ վերակացու քեզ համար, չէ, արդեն ինքը քո ղեկավարը չի, ինքը քո, ասենք, վերակացուն է կամ չգիտեմ ինչն է։ Դու գնում ես, ասենք, փորձում ես հետը լեզու գտնել, ես ինչ անել եւ այլն։ Օրինակ, ես սրա դասական բանը օրինակը ինձ համար են, որ Ռադիկ Մարտիրոսևիչը, որը ակադեմիայի նախագահն էր, ակադեմիկոս էր, բաներ այդքան բաներ, մատաղից գյուղից էր, այդ գյուղում դպրոցի իր անունով էր կոչվում, ինքը խորը կապված էր Արցախի հետ եւ այլն, լույս իջնի իր հոգուն, որտեվ մահացել է, ինքը ողջունեց Հովհաննես Հովհաննիսյանին, եւ ինչ-որ հանդիպման ժամանակ ասել է, որ ասեք մենք ինչ անենք, մենք ձեզ ամեն ինչով կօգնենք եւ այլն։ Ու գնում էր ակադեմիա կոչերանը, որ պետքա Նիկոլա հրաժարական տա, բայց հանդիպման ժամանակ Հովիկին ասում էր, որ բան ասեք ինչ անենք, ձեզ օգնենք։ Հիմա այս մեր այսօրվա վատ վիճակ գալիս է այդ երկերեսանությունից, որ մենք չենք հասկանում, որ կա իրական կամ գծեր, կամ դու այս կողմում ես, կամ այն կողմում ես։ Դու չես կարող ասենք համստեղից օգտվես, չես որ գոտի արանքում չկա, էլի։ Ընդհանրապես դա այդ որ խելոք բանը գառը երկու մոր կաթաուտում, դա անբարոյականություն գագաթնակետն է։ Այդ ասացվածքը ավելի ամոթ ասացվածք է, քան բանը Իրականում ավելի ամոթ ասացվածք է այսօր մեր իրականության մեջ անբարոյական է։ Մեր իրականության մեջ ավելի ամոթ ասացվածքը գլուխդ կախ գործը անելը։ Որտեւ եթե գլուխդ կախ գործով ես զբաղված, իրականում մի օր գործում ես եւ գործդ, եւ գլուխդ։ Այո։ Եվ շատերը կան այդպես։ Մարդ ասում է ես ինչ եմ արել, որ ես գլուխս կախ իմ գործով եմ զբաղված, հետո հասկանում եմ, որ այլ բողոքելու տեղ չունի։ Ինքը իր գլուխը կախ իր գործով էր զբաղված, բայց տեսնում է, որ գործն էլ չկա, տեսնում է, որ մեկ էլ հանկարծ ասենք ինչ որ անմեղ արարքի համար, անմեղ թվացող արարքի համար, մեկ էլ իր ձեռքից եւ գործն են խլում, եւ տուն են խլում, եւ ունեցվածքը, եւ ապրելու միջոցը։ Վերադառնալով այդ Գրղազարյանի եւ Ուժեղ Հայաստան թեմային, ուրեմն ի պատիվ իրենք ներողություն չխնդրեցին, բայց այդ առաջին օրվա, որ մենք կքննարկենք, կխոսենք եւ այլն բան, դա իհարկե սկզբում շատ բուրըն ռեակցիա առաջացրեց։ Եվ վատ տպավորություն էր թողնում իհարկե։ Եվ ինձ թվում է, որ Նարեկ Կարապետյանի այդ հետագա բանը, որ ինչ որ ձևի փորձեց դիմադրի, եկավ նաև այդ հասարակական բանից, որտեղ երևաց, որ ինքը հենց առաջին բանին հակված է հանձնվելու ԿՊ-ին, բայց հետո երևի հասկացան նաև, որ ունեն հասարակական աջակցություն դրան, իրենց հասարակական աջակցություն ունի եւ կարող են դիրքերը կոշտացնել։ Եվ պետք է դիրքերը կոշտացնել, որովհետեւ էլի, ինչպես մի քիչ առաջ խոսեցինք, ԿՊ-ի հետ պայմանավորվելու բան չկա։ Իրենք առաջինն են խախտելու ցանկացած պայմանավորվածություն։ Իրենք իրենց ապօրինությունը շարունակելու համար են այս ամեն ինչ անում։ Բերել իբր թե բերել կառուցողական դաշտը կարողանալ, ասենք, շահարկել մանր-մունր խախտումները, ընդ որում պետք է ասենք, որ Էդգարի պահվածքը ոչ մի օրենք չի խախտել։ Միշտ իրենք խախտում են օրենքներ։ Տեղով ամեն ինչով օրենքներ են խախտում, էլ չասենք, որ բերել ազգային ժողովի նախագահի աթոռին նստեցել մի մարդու, որի եղբայրը բաներանում բարեկները առաջ գցած գնում հայոյում էր եւ խուլիգանություններ անում, եւ որի կինը շարունակում է հայպոստից ստանալ բարձր աշխատավարձ։ Չափազանց բարձր աշխատավարձ։ Անհավանական։ Նախագահի եւ վարչապետի աշխատավարձը երգումարես, իր աշխատավարձի չափ չի անում։ Ուրեմն այս ատելության խոսքի վերաբերյալ ես մի բան եմ ուզում ասեմ, էլի շատ կարևոր։ 2018 թվականին, երբ իշխանապողություն էր տեղի ունենում, ես մի քանի բանի համար իրոք ուրախ էի։ Առաջինը այն էր, որ ինձ թվում էր, որ Նիկոլ Փաշինյանը դառնալու է սիմվոլ մարզերի մեր երեխաների համար,
որ մարդը, որը սովորական գյուղից այսպես ինչ որ բան անհայտ մարդու երեխա եւ այլն գալիս է քաղաք եւ կարողանում է դառնալ վարչապետ։ Ու դա ոնց որ խթանա, որ երեխաները լավ սովորեն կուսակցական հիերարխիաների մեջով հասնելու, որովհետեւ օրինակ ասենք, երբ որ նայում ես մեր բաներին, մեծահարուստներին, նայում ես մեր, չգիտեմ, գեներալներին, եսին բաներին եւ այդ երևացող մասն էլի, դու հասկանում ես, որ դու երբեք այդպեսին չես կարող դառնաս։ Օրինակ ասենք ամերիկյան մշակույթի իմ կարծիքով այդ ամերիկյան երազանքի ուժը նրա մեջ է, որ իրեն կարողանում են ստեղծել եւ ես վստահ եմ դա բնական է լինում եւ նաեւ ստեղծվում է, որովհետեւ օրինակ ասենք այդ ամենահարուստ մարդկանց ցանկերում ինչ որ հայտնի ընտանիքներ չկան, որոնք ասենք 300 տարի ամենալավ օրինակը Ստիվ Ջոբսի օրինակն է եւ Իլոն Մասկի օրինակը սովորական ինչ որ տղաներ են բոլորը Ցուկերբերգ չգիտեմ ինչ եւ ինչ ջինսերով տապочկաներով եսին 0-ից սկսած կերպարներ են ու մարդկանց թվում է որ այդ հավատը էլի որ գնան հայտնվեն Ամերիկայում Ռոթշիլդների եւ Ռոքֆելլերների ընտանիքներից չեն եղել այո որ ասենք դու կյանքում չես կարա Ռոքֆելլեր դառնաս բայց կարաս ինչ-որ բան հորինես եւ քեզ բախտը շփտա դու հաջողության հասնես դրանից էլ ավել դառնաս այո դա շատ կարեւոր բան է հավատը ապագայի նկատմամբ եւ Նիկոլ Փաշինյանի գալով այդ առաջին բանը ինձ թվում է դա էր որ մարզերի երեխաները բան որ ասենք որտեղ ոնց որ դատապարտված լինեն մարդիկ որոնք Երևանում չեն ապրում ասենք լավ ուսուցիչ չկա լավ դպրոց չկա բան ուզում ասենք պիտի աշխատավարձը ցածր է իսկ աբիտուրիենտ դառնալու համար չգիտեմ ինչքան պարապել եւ սովորելու համար Երևանում բանը այո ու դա մտնում է մարդկանց մեջ որպես կոմպլեքս որպես բարդություն անելանելիություն բան որ ես դատապարտված եմ որտեվ ես ծնվել եմ հեռավոր մի հատ գյուղում վատ ապրել եմ հա ուրեմն վերջ ես պիտի վատ ապրեմ ու դա շատ լուրջ խնդիր է մեր երկրի համար ու ինձ թվում է որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը դա ես իհարկե դեմ էի իրան դառնում բայց մտածում եմ որ դա շատ լավ բան կարա լինի էլի երեխաների երկրորդը այն էր որ ինձ միշտ ներվայնացրել են որ Հայաստանի իշխանությունը խորը ատելության արժանանում ժողովրդի կողմից դա ես տեսել եմ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասենք ինչ որ կանայք ասում էին որ ես հիշում եմ այդ օրը էլի Տերյան ծննդյան օրը Պանթեոնում ես փոքր էի այնց անչափահաս էի եւ հիշում եմ որ ինչ որ կին որը պոետ էր բաներ բանաստեղծ էր եւ այլն ես ասում եմ ես կյանքում մի հատ երազանք ունեմ որ Լևոնը սատկի դա ինձ համար ցնցող բան էր էլի որ ոնց կարելի է մարդու ասենք երազանքը լինի երկրի առաջին դեմքի մահը ու շատ դա շարունակվում էր դա եղավ եւ Քոչյանի ժամանակ եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եւ հիմա էլ դա կա բայց դա մենակ իշխանության հանդեպ չի լինում դա ի վերջո վերաճում է պետության հանդեպ ատելության այսինքն դու սկսում ես զզվել Հայաստանից Հայաստան պետությունից որտեվ իր առաջին դեմքը շդառնում է քեզ համար զզվելի բայց հիմա ինձ համար ամենաանտանելին է որ ես չեմ կարող մարդկանց ասեմ որ սիրեք հարգեք միմյանց որովհետեւ դա անհնար է ասել որտեվ այն ինչը որ մենք տեսել ենք այս ընթացքում դա անհաղթար է ինձ համար անհաղթարելի ուրեմն երկրորդ կարևոր իրադարձությունը այս շաբաթվա ուրեմն ազգային ժողովում ինչ որ պաշտոնների նշանակումներ եղան բաներ առաջադրումներ եւ այլն եւ այդտեղ իհարկե մտ խայտարակ բաներ այդ Արուսյակ Ջուլակյանի այո պետահերավական հարցերի հա որ ասենք տարական իրավասությունը չգիտեր ինչ է տարական իրավական գիտելիքներ չունի իրավագիտակցության եւ էական ու զարմանում ես ասենք բանի վրա էլի թե ոնց կարա մարդը 8 տարի լինի իշխանության 8 տարի 8 տարում մարդիկ դպրոց են ավարտում համալսարան են ավարտում ասպիրանտուրա են ավարտում եւ դոկտորական են գոնե 5 տարի падգամավոր է եղել հա ոնց կարա 8 տարի լինես իշխանության ու չհասկանաս որ դու ունես բաց դա քո մասնագիտական առաջադրվես ինչ որ տեղ ու
նենց հայացքով որ դու աշխարհի վերջն ես, չգիտեմ ինչն ես եւ այլն ու պարզ բաներ, գիտելիքներ չունենաս։ Իհարկե ինձ թվում է որ այստեղ մենք գործ ունենք վատագույնների ընտրության հետ։ Հա, այն տպավորությունը հիմա որ իրականում այս բոլոր այս պաշտոնների համար ընտրել եւ առաջադրել են վատագույններին։ Հա, ասենք մի քիչ առաջ բերեցի Ռոբեր Ռուբինյանի օրինակը, վատագույն բանը որ կարելի անել, ասենք քրեական գործով անցնող մարդկանց օրագրից մեջբերումներ անել են դեպքում, երբ որ դու դրա ոչ մի լիազորություն չունես, հասանելիություն պետք է չունենաս եւ այլն, նա բերել կանգնացնես, ասենք երկրիդ օրենսդիր մարմնի գլխին։ Արուսակ Ջուլհակյանը մի օրինակ է, Վիլեն Գաբրիելյանը մեկ այլ օրինակ է։ Մարդը, որը իրեն հռչակել է, ասենք, Շիրվան Գարդման Նախիջևան հասարակական կազմակերպության նախագահ, բայց որը հայտնի է ինտերնետում, ասենք, իր գործ գայլերի նշան ցույց տվող ձեռքով, հա, նկարով, որը անցյալ տարի Գյումրիի ընտրությունների ժամանակ փողոցային խայտառակ վարքագծով է հայտնի, հա, որը ինչ հարփած, այո, բայց խայտառակ վարքագծեր, ասենք, այն ժամանակ ազգային ժողովի падգամավոր էր։ Բայց դրեց մանդատը։ Մանդատը, հա, բայց իհարկե ասենք, այո, բայց հասկանանք, հա, որ այսօր հավակնել եւ կարծեմ նշանակվեցել, հա, պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ։ Ասենք մարդիկ, որոնք որ անհարիր, ասենք հային անհարիր վարքագիծ են դրսևորել, հա հիմա իրանք բաներ են, հարցեր լուծողներ են։ Ու պետք է հասկանանք, ասենք, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, գլխադասային հանձնաժողովը մեր ԱԾ-ի, ներքին գործերի, հա, պաշտպանության նախարարությունների նկատմամբ իրենք իրենց հաշվետու են, իրենք կանչելու են այդ մարդկանց պատասխաններ պահանջեն ինչ որ հարցերով։ Հիմա պատկերացրեք Վիլեն Գաբրիելյանը իր այդ տեսքով տեսակով ինչ որ մեկից ինչ որ պատասխան պահանջի, լավ էլի։ Կամ Արուսակ Ջուլհակյանը բերի ասենք ինչ որ օրենքի նկատմամբ օրենքի վերաբերյալ ինչ որ դա ընդհանրապես ընդհանուր մակարդակի անկում է։ Դա ընդհանուր մակարդակի անկում։ Օրինակ, ասենք ես հիշում եմ 90-ականները։ 90-ականներին Վիլենի նման կերպարներ լիքը կային։ Լիքը։ Հա, բայց իրենք չէին հավակնում հանձնաժողովի նախագահ։ Կային դրանք ֆիդայիներ էին, չգիտեմ ինչ էին ծխում էին, ես իմ տրասի ռուշի պատրոններով գիշերը քաղաքի վրա են կերակում չկային։ Հետո գերագույն խորհրդում եւ ազգային ժողովում չկային։ Հետո եկան։ Նմանները հետո եկան, էլի։ Բայց այդպես որ ասենք ինքը հավակնի զրո գիտելիքով։ Հա, Վիլենը բժշկական կրթությունն է։ Եվ այս վերջերս հրաժարվեց իր Օմարի արծիվ ինքնակոչ կոչումից, այո։ Այլևս չեմ համարում ինձ Օմարի արծիվ։ Որ հասարակությունը լինում է բազմազան, տարբեր մարդիկ են լինում, տարբեր բաներ են եւ այլն, դա բնական է։ Հա, եւ վատ է։ Բայց եթե այդ բազմազանությունը գալիս է այն առանձնացող մարգինալը գալիս հավակնում է բարձրագույն բանի, այն ոնց ասեմ, էլի բազիսային ինչ-որ բանի, որը օրինակ է ծառայում, որ ինչ անում եւ դա ողբերգություն է։ Բայց ես խորհուրդ կտամ, որ բան անենք, ոնց ասենք, աղոթենք Վիլենի առողջության համար, շնորհակալ ենք, որ ինքը ընդամենը նշանակվել է հանձնաժողովի նախագահ, որովհետեւ կարա նշանակվի ԱԱԾ պետ, կամ պաշտպանության նախարար, կարա նշանակվի բան, չգիտեմ, ներքին գործերի նախարար։ Եվ այդ նշանակումների մեջ ուրեմն Ալեն Սիմոնյանը նշանակվեց անվտանգության խորհրդի քարտուղար։ Իհարկե այս համատեքստում մի բան էլ է պետք ասել, որ ուժեղ Հայաստանը վերցրեց Եվրոպական միության Եվրոինտեգրման այո հանձնաժողովի բանը, իսկ ԿՊ-ն վերցրեց Եվրասիական ինտեգրման հանձնաժողով, որը էլի ցույց է տալի, որ ինչքան խարխուլ են Նիկոլ Փաշինյանի արևմտյան այդ բաները, էլի խարխուլ չէ, կեղծ։ Ես մեղմ, կեղծ։ Պետք է ասենք, որ կեղծ։ Այո,
Հա եւ չմոռանանք բարձր հայտարարություններ արեց, որ ինչ Օրինակ այս դեպքում սրիկայաբար բառը շատ տեղին է, որ դու անդադ ասում ես, որ Եվրոպա, բայց այն հանձնաժողովը որ պիտի կարգավորի դա, դու տալիս ես այն ուժին, որը Ինչերց ես լիքը Եվրոպա որին մեղադրում ես հակառակ թևի ագենտը լինելու մեջ։ Ես լիքը Եվրոպամետների մեկնաբանություններ տեսա Facebook-ում, սոցցանցերում, ոչ, որ ասում են էլ ինչի մասին մենք պետք է խոսանք, մեր երազանքները փոլ են գալիս, եթե Եվրոինտեգրման հանձնաժողովը Չէ, շատերը կան, հա։ Իմիջիայլոց լիքը այսպես արևմտյան արժեքներ դավանող մարդկանց մեկնաբանություններ եւ գրառումներ տեսա, որ դժգոհ են եւ իրավացիորեն դժգոհ են, ասենք ազգային ժողովի նախագահությունում կանանց բացակայությունից վերջին անգամ ազգային ժողովում փոխնախագահ Լենան Նազարյանը Չէ, ասի որ կանայք բացակայում են Կոմբինանի կինետեր նստած չէ բայց այսպես ասենք երբ վերջի անգամ այդտեղ Լենան Նազարյանն էր 2 տարի ու մի քիչ այդտեղ նստած էր ազգային ժողովի փոխնախագահ փոխոսնակեր բայց հիշեք որ դրանից առաջ ասենք լինքերանում գցում էր մատով Եվ միացրած միկրոֆոնով ինչ որ մեկին ասում էր իդիոտ կա, այո։ Եվ բայց դրանից առաջ շատ կային։ Արփին Հովհաննիսյան կար, Արևիկ Պետրոսյան կար եւ այլն, ասենք եւ կամած այն վիճակին են գալիս, որ նախկինների ժամանակին իհարկե լեզուս չորանար չասեի, բայց նախկինների ժամանակներին Երանի եք տալու։ Որտեղ այսօր այն վիճակն է, որ այո, այդ մարդիկ են նախկինների ժամանակներին Երանի տալու։ Իրենց բոլոր դե եթե հաշվի առնենք բոլոր երազանքները անցյալը իդեալականացվում, հա, ավետիկ բոլոր երազանքները այսպես կամած փուլ են գալիս, էլի այն Այդ լավ նշան չի, երբ ասում ես անցյալին։ Իհարկե լավ նշան չի։ Նշանակում է, որ դու արդեն ծերացել ես եւ հիշում ես քո երիտասարդությունը։ Չէ, ես գոնե հիշում եմ, ասենք, այն մարդկանց, ովքեր 10 մինչև 18 թվական, ասենք, բարձր պաշտոններ էին զբաղեցնում, էլի։ Մի հատ շատ լավ ձևակերպում կարդացի, որ եթե չեմ սխալվում, ես նախքին դեմ եմ շարժման բաներից մեկն էր գրել համակիրներից դեմքերից մեկն էր գրել որ երբ որ երբ որ դուք խոսում եք բանից բարեվարկությունից դա նույնքան ազդում ինձ վրա ոնց որ նախկիները քննադատում են Թալանը ասում որ Թալանը պետք է վերադառնա շատ լավ ձևակերպում էր կանանց խնդիրը իհարկե շատ կարևոր Կանանց ներկայացվածության խնդիր կա, այո, բայց այդտեղ կա նաև արհեստական բան։ Օրինակ ասենք ես կարծում եմ, որ Արփինե Սարգսյանը արհեստականորեն է դարձել ներքին գործերի նախարար։ Որտեղ երբ որ ինքը հանդիպում այդ ոստիկանության, բարձրաստիճան ոստիկանների հետ, բան ու նայում ես այդ կադրերը, բոլորը ասենք ինչ-որ բրուտալ չաղ տգեղ տղամարդիկ են եւ այլն, ու այնտեղ ասենք մեջտեղը նստած է։ Չէ, նույնը վերաբերում է իմիջիալոց բան։ Ինքը բնական չի աճել ոստիկանության մեջ ու դարձել ղեկավար, էլի։ Ինքը եղել է ոստիկանության աշխատակից, բայց եղել է շատ, կարծեմ անձնագրայինում եղել, չէ՞, բաժնի պետ է եղել ինչ։ Այս նույնը վերաբերում է իհարկե Սրփոյի Գալյանին, արտադրության նախարարի պաշտոնում, ես վերջերս ինչ-որ մի տեսանյութ էր, որտեղ ինքը քրեակատարողական հիմնարկների աշխատողների, ծառայողների հետ էր հանդիպում։ Լրիվ օտար մարմին, չէ՞, ինքը դիտվում էր որպես օտար մարմին, բայց կիսագողական խոսքով այսպես գողականի կամ այսպես փողոցային շեշտադրումներով եւ այլն լավ էլ դիտվում էր շատ լավ էլ դիտվում էր Ուրեմն այս նշանակումների մեջ գլխավորներից մեկը Ալեն Սիմոնյանի նշանակումն էր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որը նման էր Արթուր Բաղդասարյանի նշանակմանը։ Չէ, Արթուր Բաղդասարյանը շատ ավելի վատ էր։ Շատ ավելի վատ էր, իհարկե, Արթուր Բաղդասարյանը շատ ավելի վատ էր։ Արթուր Բաղդասարյանի հետ կապված, ասենք այն ժամանակ երկրի առաջի դեմքի սեղանին դրել են հավաքագրված լինելու փաստեր,
Բայց ինչպես է անհասկանալի մնաց, որն է ճիշտը։ Հավաքը գրված լինելու փաստեր են դրել սեղանին, հետո մարդ նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար։ Որտեւ ես հիշում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի այդ գաղտնալսում բան եղավ, որ ագենտ է եւ այլն բան, հրապարակում եղավ։ Բայց հետո Սերժ Սարգսյանը նշանակեց անվտանգության խորհրդի քարտուղար։ Բայց հիմա որն է դրա ճիշտը։ Նա է ճիշտ։ Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ասեմ դատ չեղավ, ոչ չեղավ, ոչ մի Ալեն Սիմոնյանն էլ չդատեցին։ Ում? Ալեն Սիմոնյանն էլ չդատեցին, չէ՞, խուլիգանության համար։ Դե դա ընդհակառակ արդարացվեց։ Նիկոլ Փաշինյանն ասաց ոնց ասեց, ասաց ինքը մարդ է, նորմալացվեց։ Ասաց ինքն էլ մարդ է, իրեն ասել են Դավաճան, ես ինչ բա պիտի թքեր, բան, այդ չասես պիտի թքեր, բայց ասաց որ ինքն էլ է մարդ, ինքն էլ թույլ տեղեր ունի եւ այլն, էլի։ Ու ճիշտ ասած դրանից հետո երբ որ իրենք ասում են որ վայ բարեվարկությունը տղաներ դուք ձեզ հայլու մեջ նայել եք։ Այդ նույնն է որ չգիտեմ, իրենք հույս ունեն երևի մարդիկ մոռանում են իրենք ով են, ինչեր են արել եւ այլն։ Գիտես սովորական բանում էլ է լինում։ Մեկ էլ ասենք ինչ-որ մեկ ասում է ոնց ասում դու ինձ ընկերներից հանել ես կամ դու բան ես արել։ Չէ, նույնիսկ ասենք Էդգարի Սակրավորների հասցեին արված արտահայտությունը, այն միջելուծելի կոնտեքստից կտրված արտահայտությունը անում են, շահարկում են, բայց ասենք մենք հիշում ենք, չէ, Դիահերձերանի եւ ոչ թե Դիահերձերանի, այլ դրա համար չնախատեսված շինության նկուղում պարկերը։ Հիշում ենք, չէ։ Հիշում ենք, չէ, հազարավոր անհետ կորածներին, որոնց տեղը չգիտենք, հարյուրավոր մարդկանց, որոնց կենթանի լինելու փաստերը կան, բայց այսօր իրենց գտնվելու տեղը անհայտ է, 20 թվականի պատերազմի մասին ենք խոսում։ Հա։ Հիշում ենք, չէ՞ դրանք։ Հիշում ենք նաև Որթեկորուս մայրերին ոստիկանների կամ կարմիր բերետավորների կողմից գետիներով քաշ տալու կադրերը, չէ՞։ Այդ փաստերը հիշում ենք, չէ՞։ Հիշում ենք պղծությունը, որը արում էին Եռաբլուրում։ Ախր հիշում ենք, չէ՞ դրանք։ Հետո այս մարդիկ ասում բարեվարկություն։ Հիմա գանք էլի Ալեն Սիմոնյանի նշանակմանը։ Սա նշանակում է, որ մեր երկրում անվտանգությունը անկարևոր մի բան է։ Օրինակ ես ժամանակին զարմանում եմ, որ ոնց են բան թոշակի փոխարեն քաղաքական գործիչներին ուղարկում դեսպան։ Եվ ասենք այդ խայտարակ պատմություններ, ասենք Վրաստանում Հայաստան դեսպանի մասին, չգիտեմ, ինչքան էլ ասենք ինքը կյանքում պատվարժան մարդ չլինի կամ չգիտեմ թասիբով մարդ չլինի եւ այլն, ես շփվելով ինչ որ շփում ունենալով վրացիների հետ, ես հասկանում որ իրենք ոնց են խնդում այդ դեսպանի վրա էլի կամ այդ դեսպանի միջոցով նաև մեզ վրա են ծիծաղում, որ ասենք ոնց կա մարդը այսպեսի բաներ չունեն էլի, ինչքան էլ ասենք հայտնի սպորտսմեն լինի կամ հայտնի չգիտեմ գործարար լինի եւ այլն, դա շատ կարեւոր բան է, ու ասենք եւ այլ դեսպաններ, որ ասենք մտածում ես որ եւ նույնիսկ բան կար, պատմություն կա, որ մեր արտգործնախարարներից մեկը Փարիզում մի բանի ժամանակ միջոցառման ժամանակ հետ է տվել Կանադայի դեսպանի վրա եւ դա շատ մեծ բան է առաջացրել էլի համաշխարհային սկանդալ առաջացրել, որ ինչ էր։ Լավ չխորենք դա հին պատմությունը, բանի բայց հիմա նաև անվտանգության խորհրդի քարտուղարն է դա, այսինքն մարդուն չեն իմանում ինչ անեն, ուղարկում են անվտանգության իմանում են ինչ անեն։ Բայց այստեղ հարցի մյուս կողմը կա, 8 տարի մոտապես 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած Գրիգորյան Արմենին նրա պաշտոնակությունը ուղիղ կապվում է Ռուսաստանի ճնշման հետ, պահանջների հետ, հա, որտեվ ռուսերեն թշնամի եւ դավաճան անվանած Գրիգորյան Արմենից ազատվեցին, եւ սա իհարկե որոշ վերլուծաբաններ դիտարկում են որպես ռևերանս Ռուսաստանի ուղղությամբ, ինչը չի կարող մտահոգությունների տեղի չտալ։ Հա, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնի
բաներ հարցակումներ արեց Ռուսաստանի ուղղությամբ, որից հետո տնտեսական մեր հարաբերություններն են փչանում, հա, որոշ այսպես մեղմ ասած անհարթ հարաբերություններ են առաջացել եւ հիմա տեսնում եք որ տեղի է տալիս Ռուսաստանի պահանջներին։ Եվ միայն իր միայն Ալեն Սիմոնյանի հարցը չի։ Ալեն Սիմոնյանը իհարկե հայտնի է իր ռուսամետությամբ, հա, եւ ռուսա հաճոյությամբ չմոռանանք, որ նախորդ ազգային ժողովում ինքը հենց այն դերներ ոնց որ ռուսական հակառուսականության հակակշռի դերներ խաղում էլի անընդհատ փորձում էր հարթել իր անձնական հարաբերություններն օգտագործում ոնց որ այդ հակառուսականությունը մեղմելու եւ հակակշռելու համար եւ այսօր ունենք այս վիճակը որ ոչ վերջին պաշտոնը մեր անվտանգության համակարգում վստահվել է կամ նշանակվել է այդ պաշտոնում մեկը որ բացահայտ ռուսամետ է քո ասածը շատ հավանական ու շատ տրամաբանական է թվում ու դրանից կարելի է եզրահանգում անել որ մոտ ապագայում մենք տեսնելու ենք Արմեն Գրիգորյանի շուրջը կոնսոլիդացիայի ձևավորում արևմտամետների, որտեվ հայտնի է, որ Արմեն Գրիգորյանը շատ ընդունելի կերպար է արևմուտքում եւ իր շուրջը, բայց դա էլ օրինակ շատ պրոբլեմատիկ բան է, որովհետեւ չգիտեմ, օրինակ ես շատ համակրում եմ արևմտամետներին, բայց ես ոչ մի դեպքում չեմ կարող համակրել Արմեն Գրիգորյանի, որտեվ չգիտեմ, ասենք մարդը լինի Արցախցի, ծպտուն չի անի։ Չէ, ինքը դավաճանության սիմվոլներից մեկն է։ Ինքը այդ հարսանիքը Շուշիում, պարերը, չգիտեմ ինչ է։ Ինքը դավաճանության սիմվոլներից մեկն է։ Դա այնպեսի բան է, որ 1000 տարի անցնի, դա հնարավոր չի մոռանալ։ Ոչ մի դեպքում։ Ուրեմն կարևոր թեմա է այն, որ ի վերջո բացվեց Կիևյան կամուրջը, ժամանակից շուտ բացվեց, շնորհավորանքներով, ծափողջիններով, որ ապրեք եւ այլն, իհարկե շատ շնորհակալ ենք, որ այս ահավոր խցանումները, որ մեր կյանքը կերանես երկու ամիս։ Հայերս առաջ ես մտել եմ Հրազդանի կիրճ եւ սարսափելի ապրումներ ասեմ։ Բայց հայտնի է, որ ոչ մի հիմնանորոգում չեն արել, այսինքն սյուները պետքա բանը ամրացնեին, չգիտեմ, բանը բետոնը թարմացնեին։ Ինչ արել են վերևում են արել իրականում։ Վերևում ասֆալտապատել են, ասում են, որ սալիկապատում պետքա լիներ, որ չեն արել, երկու կողմից ասֆալտապատել են։ Բազրիկները պետք է վերանորոգվեն, չեն վերանորոգվել, չնայած ասում են, որ բազրիկները հետո կվերանորոգեն։ Ապշելու բանը, որ բանը ինքնասպան լինելու վայրը Կիևյանը, բայց այդ ցանցերը այդպես չեն դնում ոչ մի ձևով, որ Չէ, ինչ որտեղ կա ցանցերը դրած, բայց հա, ցանցեր դրած է, բայց միևնույնն է դրանք չեն օգնում, էլի։ Մենակ ամենախորը բանը դա համատարած չի, իհարկե համատարած չի, այո։ Որը կարելի էր անել, եթե ասենք հիմնանորոգումներ պետք էր անել, եւ նաեւ բաներ կան, այսպես ինչ որ բլոգերներ, փորձագետներ եւ այլն ասում են, որ կարերն են, չէ՞։ Հա, Արթուր Ճախոյանը բան էր արել, հայտնաբերել էր, որ եւ մանրամասն տեսանյութ էր հրապարակել, որ այդ կարերի այսպես հատվածում տեղադրվող որոշակի մետաղական էլեմենտներ, որոնք պետք է առաձգականություն ապահովեն եւ երկարատև լինեն, իրենք ոչ այնպիսին են, որ կարող են դա անել, եւ ավելին ոչ այնպիսին են, ինչպիսին պետք է լինեին ըստ նախահաշվի։ Այս ըստ նախագծի։ Եվ չեմ ուզում վատատես լինեմ կամ այսպես վատ կանխատեսումներ անեմ, բայց դատելով թե ինչը տեղի ունեն մեզ վերջերս մեծամասշտաբ աղմուկ հանած վերանորոգում վերակառուցումների հետ հիշում ենք Ավետիսյան փողոցը բացեցին, երրորդը փակեցին, Իսակովի պողոտան ապրիլ ամիսը փակել էին, ասֆալտապատում էին, չգիտես ինչ էին անում, անցած շաբաթ էլի նույն բանը տեղի ունեցավ, ինչ որ հատվածներում էլի ասֆալտ փոխեցին,
չի բացառվում, որ մենք ակնհայտես կլինենք ինչ որ ժամանակ հետո էլի այսպես մասնակի վերանորոգման կամ կոսմետիկ վերանորոգման եւ խցանումների։ Ոչ թե չի բացառվում, այլ կարելի է գրած գալ, որ մենք անպայման դա տեսնելու ենք։ Ես վստահություն ունեմ, բայց գրած չեմ գա, վստահություն ունեմ, բայց գրած չեմ գա։ Ստապ կանենք, որ այդ ամեն ինչը տեղի կունենա այն ամենաանհարմար պահին, էլի։ Որտեվ ասենք Իսակովի այդպես սարքելուց հետո, եթե նորից է շաբաթ տեսենք, որ ասֆալտ է։ Մի կտորի պիտի ձեռ չտային մի 5 տարի։ Այդ անելուց հետո 5 տարի պիտի ձեռ չտային։ Բայց մի քանի ամիս անց մենք տեսնում ենք, որ նորից քանդեցին, նորից ինչ որ մեքենաներ էին ասֆալտ։ Իհարկե շատ արագ արեցին, շատ երևի ինչ որ ամոթի, ինչ որ բաներ կան, էլի։ Բայց մի երկու օր բան էր, էլի խայտարակ վիճակ էր։ Ու ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, Սավետիկ ջան, ոչ չի պատասխանում։ Ասում են փողը չենք տա, բայց մենք չգիտենք, փողը կարող է տալիս է։ Կորցնում ենք մեր կյանքի ժամանակը, չգիտեմ, ինչ խցանումների մեջ ծուխ ենք շնչում, եսի ինչ ենք անում, փող ենք կորցնում, Իմ ընկերներից մեկը շատ էսպես մանրամասն վերլուծել էր եւ հրապարակում էր արել, որ այս ամեն ինչ արվում մեզ անընդհատ ստրեսի մեջ պահելու համար, որ մենք հանկարծ չինքնակրթվենք, հանկարծ չզարգացնենք մեր այսպես քննադատական մտածողությունը բայ կենցաղային ստրեսների մեջ ու ապրենք, հա, առանց նորմալ ապրելու ժամանակի եւ գոհ լինենք թեկուս մի փոքր այսպես բարելավումից Գերբյան կամուրջի բացելուց հետո ես Սուրդ Ավթաշենի կամուրջով անցել եմ շատ արագ խցանումներ չկային, երևանցիները հանճարներ էին, կրթվում էին, ինքնակրթվում էին եւ չէ, բայց ստրեսը անընդհատ չէր։ Դե հիմա չի։ Ստրեսը անընդհատ չէր։ Հարցն է, որ օրինակ երբ որ ասում են արևմուտք, չէ։ Ես առաջին հասկանում եմ հետազոտությունը։ Հա։ Որ ասենք Հռոմից սկսած առաջին բանը հետազոտությունն է, այսինքն դու հետազոտում ես, ում դեմ ես պայքարում, ում դեմ ես պատերազմում, ինչա տնտեսությունը, ինչա չգիտեմ ինչը, եւ օրինակ բաներ կան, որ կարդում եւ զարմանում ես, ասենք մարդիկ ֆիլմ են նկարում, ասենք Netflix-ը ֆիլմ է նկարում, նախապես իմանալով, որ կտորը ինչքան դիտում է բերելու։ Այսինքն ինք ֆիլմը նկարում են, գիտեն, որ սա ունենալու է 1 միլիոն դիտում, սա ունենալու է 5 միլիոն դիտում, սա ունենալու է այսքան։ Նախապես հետազոտում են իրենց բանի աուդիտորիայի պահանջները։ Հայաստանում ոչ մի հետազոտություն չկա, եւ մարդիկ ինչու կարծիքներ են ասում։ Դա կլինի վարչապետը, դա կլինի ընդդիմության առաջնորդը, դա կլինի Facebook-ին ինչ-որ օգտատեր, դա կլինի ինչ-որ պրոֆեսոր։ Հասկանում ես, չկա, օրինակ քո ասած բան կլներ, եթե ես կհավատայի դրան, եթե հետազոտություն լիներ։ Ասենք ասեին, որ այս 80-ականներին մարդը այսքան ապրել, այսքան հետազոտություն անում է իրականում եւ այդ դեպքերի շարքն է դրան բերում։ Նու կարող է ինչ-որ մարդ ինքը ես էլ եմ ճանաչում մարդկանց, որոնք այսպես իծնե գիտնական են, այսինքն իրենք միշտ տվյալներ են հավաքում, միշտ բարեխիղճ են, միշտ ոչ թե իրենց ուզածը հարմարացնում են բանի հետ, տվյալներից են ասում, որ իրենց մանիպուլյացիա չեն անում, այլ բան թեկուս հակառակը իրենք ասում, բայց սա կարևոր է, սա պետք է բանը, ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց, բայց այդ հետազոտությունը մարդկանց մեջ նստած չի։ Ուսր դասական օրինակը ես էլի համասանց օրինակ բերեմ։ Համասան չկա հետազոտություն, թե շրջանավարտները քանի տոկոսն է իր մասնագիտությամբ աշխատում։ Դիպլոմը տալիս են, ինչ եղավ։ Այդ մասով կոչեմ են նախկին ռեկտորի պաշտոնակատար Գևորգյանի հետ մի խոսակցությունս, որ ասում է, ասենք կրթական ծրագրերի արդյունավետությունը ոնց է գնահատում, էլի։ Դու ասում ես գնահատական ստանում երեխեքը, ասում են գնահատականները բան են անում։ Ասա իսկ կարող եմ մի բան մտածեք, հա, ասենք առաջի կուրսի վերջում, ասենք ուսանողների քանի տոկոսն է ապագա մասնագիտությամբ աշխատում։ Բա ուսանողը ինչ ժամանակ պետք է ունենա աշխատել բան եւ այլն, ասում են ինչ, հարցից է, ինչից է ուսանողը ժամանակ չունի։ Հետո մի հարց էլ տվեցի, ասես ուսանողները ինչ առարկաներից են կտրվում։ Պարզվեց համալսարանից դուրս մնացողների 60% այն ժամանակվա թիվը ասում է, դուրս էր մնում ոչ մասնագիտական առարկաներից կտրվելու պատճառով։
Մեր ժամանակ էլ էր տենց։ Հիմա էլ հիմնական փող վերցնողները ոչ մասնագիտական ուրիշ ամբիոններ, ուրիշ ֆակուլտետներից, ուրիշ ամբիոններից փող վերցնելու մասին չի խոսքը, հա։ Այդ որ Հենց կտրելու մասին է, կտրվելու մասին է խոսքը։ Բայց մի բան էլ կա, ասենք պատմությունը համալսարանի ուսանողները այն պատմությունը, որ ասում են, համալսարանում ասում են արդեն 4-րդ անգամ։ նույնը հայ լեզուն։ Եվ հայոց լեզուն։ Ու ի վերջո մարդը ոչ հայոց պատմություն գիտի, ոչ հայերեն հիմնականում խոսել, իսկ պատմության քննություն ինչի է հանձնում ուսանողը։ Թող սկզբից թող հանձնի։ Եվ պատմություն գնան սովորելու կամ պատմության դասերին գնան այն ուսանողները, որոնք չգիտեն իսկապես պատմություն։ Հիմա մի հատ բան ասեմ։ Ասա։ Նիկոլ Փաշինյանը, որ այդ բանը վերացնում էր, բոլորը ասում են դու բան հայագիտությունը, ես ինչը ոչնչացնում ես, վերացնում ես եւ այլն, չէ՞։ Բայց ոչ ոք չէր ասում, որ պետք է դա բարեփոխել։ Այսինքն օրինակ, եթե դու ասենք բանում ֆիզիկայի ֆակուլտետում հայերեն ես անցնում, դու պարտավոր ես ինչ-որ հատուկ բան անցնել, ոչ թե գոյական ածական ես ինչ անցնել, որը իրական ոչինչ չէ տալիս։ Վարչական լեզու, գիտական լեզու, այսպիսի բաներ կա, որոնք որ պետք է էդ էլ պետք անել, էլի, բայց ոնց որ ասում են, ունքը դզելու փոխարեն աշկը անեցին, էլի։ Ինչ անենք, սա ուրախ նոտակարանք համարենք աչքը հանելու process-ը։ Սերիկայաբար աչքը հանելու process-ը։ Ես ուզում եմ ավանդաբար դարձած ազատություն ցանկանամ մեր բոլոր քաղբանտարկյալներին, որովհետև այսօր մեր երկրի չասեմ համար 1, բայց կարևորագույն խնդիրն է քաղբանտարկյալների առկայությունը եւ քաղբանտարկյալության նկատմամբ վերաբերմունքը, հա, էլի իհարկե մենք ամեն դեպքում ականատես ենք նրա, որ կա իմ ու քո քաղբանտարկյալ, բայց ուզում եմ վերջին այսօրվա վերջին խոսքով ազատություն ցանկանալ բոլոր հանիրավի ազատազրկվածներին իրենց հայացքների, խոսքի, գործի համար բանան։ Բոլորին անուններով հիշում եմ, բայց չեմ կարող չհիշատակել, ասենք իմ ընկեր Չալաբյան Ավետիքին, չեմ կարող չհիշատակել, ասենք Գագիկ Ծառուկյանին, չեմ ուզում առանձնացնեմ, մարդը ասենք, էլի քաղաքական գործունեության, քաղաքական հայացքների համար բան եղել, ազատազրկվել եւ ինչ որ տեղի ունենում քաղբանտարկյալների շուրջ եւ ընդհանրապես ազատազրկման շուրջ խայտարակությունը եւ ամոթ, ազատություն բոլորին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ։ Մենք մի շաբաթ չենք հանդիպի, մի շաբաթ կհանդիպենք։ Ցտեսություն։